Հայր եւ որդի Նազարեթյաններն ըստ սովորության ցանկից առաջ մի ափսերվ իրենք են նախ հողին տալիս, հետո գործի գցում տրակտորի շարժիչը, որ նախապես վարած փխրեցրած սևահողի վրա շարքացան իր գործն անի։ Աշտանացանի իրենց բաժին դժվար աշխատատար գործն արդեն ավարտել են Գետապ բնակավայրի լեռնային հատվածում վարձակալած 57 հեկտար հողը վարել ու ցորեն են ցանել, մնում է լեռնալանջի այս փոքր հատվածում սերմնացան անեն, հողագործական տարին ամփոփեն։ Հավաստագրված սերմերով որակյալ ցանք սանելու պետական աջակցության ծրագիրն ինչ կա, մշակության մակերեսը գնալով ընդլայնում են։ Հիմա սուբսիդը կա, շատ լավ ծրագիր է, 3-4-ի տեղը 50-60 հեկտար ցանում ենք։ Տարեստարի մշակության հեկտարներն ավելացնել, գործի որակը բարելավել մեծապես նպաստեց նոր գյուղտեխնիկան։ Տրակտորից մինչև շարքացան այլ կցորդիչներ, նաև խոտմամլիչ, հիմա ամեն ինչի նորն ունեն ձեռք են բերել վերջին 6 տարում գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով։ Աշխատել ենք, գումարը փակել ենք, մնացել է մի 6-ից 800 հազարի կարգի, էդել այս տարի փակենք։ Մի հատ կոմբայն ձեռք բերենք աջակցության ծրագրով, որ մեր ցանած բերկու բարիկը հավաքենք։ Նազարեթյան ավագը թեպետ արդեն վաղուց տրակտորը վարելու հերթվորդուն է հանձնել, բայց միշտ կողքին ունեցուկ է, երբ պետք է ղեկին ինքն է նստում, կողմնակի աշխատանքներ ստանձնում, որ ընտանիքի ծախսը թեթևանա։ Մեր գյուղացիները ով թիմում է, նրանց գործերն էլ ցանց են կանում, դենց գումար ենք աշխատում, ասենք որ մեր այս տեխնիկաների լիզինգը փակենք։ Գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը շարունակում է մնալ ամենապահանջվածներից։ Մեկնարկեց մի փուլում, երբ հանրապետությունում գյուղտեխնիկայի պարկը արդեն շատ հին էր, հյուծված, գործի մեջ անարդյունավետ, մինչդեռ ֆերմերների համար դժվար շատ դեպքերում նաև անհնար էր նորը ձեռք բերել, քանի որ ֆինանսական կառույցները գրավի պահանջ էին դնում, վարկի տոկոսագումարներն էին բարձր, պետական աջակցությունն իրավիճակ փոխեց։ Ծրագրի շրջանակներում արդեն ձեռք է բերվել շուրջ 5080 միավոր գյուղատնտեսական տեխնիկա։ Դե դրամային արտահայտման ասեմ, այն 22.3 միլիարդ դրամի մասին է։ Կառավարությունը ծրագրի շրջանակներում սուբսիդավորում է լիզինգի տոկոսադրույքը այն չափականակով, որ ֆերմերների համար սահմանամերձ բնակավայրերում այն հասանելի լինի 0% տոկոսադրույքով, իսկ մնացած բնակավայրերում 2% տոկոսադրույքով։ Կառավարությունը սահմանել է թիրախային թիվ, որ ծրագրով տարեկան 500 միավոր նոր գյուղտեխնիկա ֆերմերներին հասնի, մինչդեռ պահանջարկն ավելին է։ Միայն այս տարի մինչև հոկտեմբեր ձեռք է բերվել 1000-ից ավելի գյուղտեխնիկա, մեկ ֆերմերը կարող է լիզինգից օգտվել պարբերաբար, միայն չհատի առավելագույն շեմը, որը 500 միլիոն դրամ է սահմանված։ Գյուղտեխնիկան ոչ միայն նվազեցնում է ծախսերը, նպաստում է արդյունավետ մշակությանը, այլ նաև բերքահավաքի ժամանակ նվազեցնում է բերքահավաքի կորուստները, որոնք հնամաշ գյուղտեխնիկայի դեպքում հասնում են երբեմն 30-ից մինչև 40%-ի։ Կան տեխնիկաներ, որոնք ավելի թանկ են եւ կարող են սպասարկել ավելի մեծ թվով ֆերմերների, համայնքը կարող է դառնալ մեր ծրագրի շահառու, վճարելով 20% կանխավճարը եւ մնացած արդեն ժամանակահատվածում կառավարությունը կսուբսիդավորի տոկոսադրույքները։ Ծրագիրը պարբերաբար բարեփոխվում է։ Հերթականով գյուղատնտեսական կոոպերատիվները այսուհետև եթե ցանկանան նոր տեխնիկա վերցնել, պահանջվող 20% կանխավճարի 30%-ը պետությունը կփոխհատուցի, բացի այդ լիզինգը հասանելի կլինի անտոկոս։